Բարի լույս սիրելիներս։ Տեր հայր, մարդու մտքի նորոգությունը կամ կյանքի փոփոխությունը միանգամից է լինում, թե աստիճանաբար։ Գիտեք սիրելիներս, Սուրբ գրքի մեջ մենք հստակ տեսնում ենք, որ մարդը կարող է աստիճանաբար փոխվել եւ կարող է միանգամից փոխվել։ Օրինակ Պետրոս առաքյալի կյանքը ու նրա կյանքի ընթացքի փոփոխությունը աստիճանաբար տեղ ունեցավ։ Իսկ Պողոս առաքյալինը հանկարծակի ու միանգամից։ Հիսուսի 12 առաքյալները 3 տարի նրա հետ շրջեցին, բայց այդպես էլ չհասկացան, որ Տերը եկել է ոչ թե Իսրայելի թագավորությունը հաստատելու, այլ երկնքի արքայությունը հաստատելու։ Սա էր պատճառը, որ Հիսուս ասաց, որ ինքը մահով պիտի հեռանա այս աշխարհից, նրանց մեջ վեճ ծագեց, թե իրենցից ով պետք է մեծը լինի։ Եվ սա ցույց է տալիս, որ թեև նրանք 3.5 տարի Հիսուսի հետ էին, բայց նրանց փոփոխությունը աստիճանաբար տեղ ունեցավ։ Սակայն երբ որ մի մարդ ինքը փնտրում է Հիսուսին, իր սիրտը պատրաստում է Հիսուսի բնակության համար, նրա կյանքի փոփոխությունն ու մտքի նորոգությունը կարող է լինել միանգամից։ Հիսուս նրան մի շնորհով միանգամից պիտի հայտնի, որովհետև այս մարդը ինքն իրեն պատրաստել էր այդ փոփոխության համար։ Բայց եթե որևէ մեկը Հիսուսին չի փնտրում, Հիսուսի շնորհը փրկական հայտնում է նրան, այս մարդը չի կարող միանգամից փոխվել, որովհետև ինքը սովոր չէ եւ ինքը չի փնտրել Հիսուսին, այլ Հիսուս ինքն է փնտրել իրեն։ Ուրեմն նշանակում այս մարդը պետք է կամաց վարժվի չարին դեմ կանգնելու համար։ Եթե նա ուզենա էլ, բայց նրա մեջ մեղքը այնքան արմատացած պիտի լինի, որ շատ դժվարությամբ պիտի հրաժարվի մեղքից։ Ինքը Հիսուսին կարող է սիրել, բայց դժվարությամբ հրաժարվել մեղքից, որովհետև մեղքի արմատները տարիներով այնքան պետք է խորացած լինեն մարդու կյանքի մեջ, որ մարդը պետք է երբեմն պարտվի, երբեմն տկարան այնքան ժամանակ, մինչև այդ իր փորձառությունը, փոփոխությունը պայքարի վերածվի եւ ինքը կարողանա պայքարել Հիսուսի սիրո համար եւ այդ ապաշխարության կյանքի համար։ Սա նման է, երբ որ դու նորատունկ մի փոքրիկ ծառ ես տնկում եւ շատ կարճ ժամանակ հետո կարող ես այդ ծառը քաշել ու արմատախիլ անել։ Բայց այն ծառը, որ դու տնկել ես ու տարիներ են անցել, շատ դժվարությամբ, նույնիսկ մեքենայի օգնությամբ պիտի կարողանաս արմատախիլ անել։ Այնպես էլ մեղքի արմատները այնքան են մեր սրտի մեջ խորանում, այնքան են արմատակալում, որ ապաշխարության համար ոչ միայն պայքարը պետք, համբերությունը պետք, որպեսզի աստիճանաբար, փուլարփուլ մարդը Քրիստոսին ճանաչի եւ գա այդ ապաշխարությանը։ Ուրեմն այնպես էլ մեր կյանքի մեջ, երբ որ տեսնում ենք մեր եղբայրը կամ քույրը մեղքի մեջ է, մենք նախ համբերություն պիտի ցուցաբերենք։ Նրա համար պիտի աղոթենք, Աստծուն նրա համար պիտի խնդրենք, որ կամաց այդ մարդու մեջից մեղքը հանի եւ այդ մարդը իրականում Քրիստոսին ճանաչի։ Եթե որևէ մեկը միանգամից հիվանդության պատճառով, դժբախտության պատճառով միանգամից դարձ ունեցել Քրիստոսը ճանաչել, դա չի նշանակում, որ որևէ մեկ որ հայտնի այդպիսի վիճակում ինքը անպայման պետք է Քրիստոսին հավատա։ Այն մարդու սիրտը, որ սառած է, այն մարդու սրտի մեջ, որ ջերմություն չկա, ինքը պիտի կարողանա ժամանակ տրամադրել, որպեսզի այդ ջերմությունը ստանա։ Ինչպես նամակի մեջ Պողոս առաքյալը իր Տիմոթեոս աշակերտին խնդրում է վերարկուս վեր եւ գրքերս վեր, ուզում է ասել ես նախ իմ վերարկունը պետք, որպեսզի մարմինս ջերմացնեմ, գրքերը, որպեսզի Քրիստոսի սիրով ջերմանամ, այնպես էլ մեր կյանքի մեջ, մինչև մարդը Քրիստոսի սերը իբր վերարկու իր վրա չգցի, չջերմանա, Սուրբ Գիրքն էլ չկարդեր հոգին ջերմացնի, իր փոփոխությունը չի կարող միանգամից լինել։ Ուրեմն այն մարդկանց համար, ովքեր այս ճանապարհի մեջ են, աղոթենք նրանց համար, սիրելիներ, որպեսզի Տերը այդ պայքարի ճանապարհի մեջ նրանց զորավիգ լինի, ուշ տա, որպեսզի ապաշխարությամբ կարողանան Քրիստոսին ճանաչել։